զարգացնելու ենք, ծաղկացնելու ենք, ամենակարևորը երաշխավորած խաղաղություն, որ պատերազմ չլինի, դռները փակենք պատերազմի ընդմիշտ, որ ճանճ չդզա, դա այն դեպքում կլինի, երբ որ լինի երաշխավորած խաղաղություն, որ հիմնական մեր դաշնակիցներից մեր կողք կլինեն, իրենք ստորագրեն, այո, եթե խաղաղություն մենք եւ Ադրբեջանը իրար ձեռք ենք բերել, ուրեմն ոնց է մեկ իրավունք չունի կազմակերպել։ Այսօր Ադրբեջանը ժողովուրդ, սա մեր բարձունքների վրա նստած է, հետ չի գնացել, գրաված հողերի վրա նստած է եւ պահանջներ ներկայացնում ժողովուրդ։ Մեր գերիները ընտեղ են, եթե այսօր խաղաղություն է, վախի չեն գալի մեր գերիները, վախի չեն ունակ պահանջներ ներկայացնելով մարդման են գալի։ Ժողովուրդ ջան, նրանք հիմնական մեզնից վարված Ադրբեջանը, նա ուզում է վրեժ լուծի, իսկ մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք լիարժեք, միասնական, առանց ալյունի, բարձր մակարդակով, քննարկելով, բանակցելով, չլուծվող խնդիր չկա ժողովուրդ։ Պետք է մոտեցում, պետք է կապ, ընկերություն, շրջապատ, ճիշտ բանակցություն, իօգուտ երկրի, իօգուտ ժողովրդի, իօգուտ պետության։ Ես ժողովուրդ ջան, ինչ ասեցի ձեզ, ես այսքան ժամանակ չի եղել բան ասեմ չանեմ, ինչ է որ իմ ուժի բան, ես ասել եմ եւ պատրաստ եմ, ունենք լավ թիմ, ամենակարևորը ոչ թե պաշտոնների պետք է բարգավաճ լինի միայն, այլ ով կարա դա անի, կարող է կուսակցական լինի, կարող է ուրիշ կուսակցությունից լինի, բայց մարդը տվյալ ոլորտում իրոք արդյունք է ցույց տվել, բոլորն էլ ճանաչում են։ Այսօր մենք միազգ ենք մի ժողովուրդ, կուսակցության 80 կուսակցություն կա, սաղի ցավներ տանեմ, ես ոչ մեկի վրա չեմ շփոթում, ամեն մեկի չափով, բայց բոլորը պետք է համախմբվեն, ով կարանի, ով կարա այս վիճակից հանի ժողովրդին, ապահովի անվտանգությունը, զարգացնի տնտեսությունը, ժողովրդի հարցերը կարգավորի, խնդիրները լուծի, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա, այնպես որ որոշողը դուք եք, գիտեմ այսօր վախեցել են, շարժը նայում են, քվեարկությունները նայում են, եթե ասենք իրանք իմանան իրենց արդյունքները լավ է, այսօր գնում են, որ արդեն իրանք 90% ձայն ունեն, որ լավ լինել, տենց խառնված չէին լինի ժողովուրդ, այսօր մենք բացառված գումար բաժանենք, ամեն տեղից 5 հոգի, 10 հոգի տանելով, չգիտեմ ինչի համար, ես ես ասում եմ, չկա այդպիսի բան, դուք էլ չեք լսել, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք, դա վախի մթնոլորտ են զդում ստեղծեն, բայց դա էլ իրենց չի փրկելու։ Եթե ես պատրաստ եմ ինչե վերջ, իմ թիմի կողքը կանգնած եմ, մենք ասել ենք, ոնց է մեկի վրա հետ չշպրտեք, կփորձեն, ուրեմն պատասխանը կստանան, իսկ փորձենել մենք ընտանիք մտնելու իրավունք չունենք, ընտանիքը սրբություն է, բան ունենք իրանց ենք ասելու ժողովուրդ ջան, այնպես որ պարզա գործից են անում, ակտ են գրում, դիմում էլ չգրես, հենց այնպես ազատում են, այդ պետք է մտածեն այդ ազատողները, ամսի 7-ից հետո ինչ են պատասխանելու